Գագիկ Ծառուկյանի հյուրը լուսանկարիչ, լրագրող, խոսքի ազատության մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանն է։ Շուրջ 1 տարի նա իր տեսախցիկի օբյեկտիվում է պահում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը, իսկ ցուցահանդեսները Երևանից մինչև Բեռլին արդեն հասցրել են հայտնվել համաշխարհային մամուլի էջերում։ Վերջին տարիներին բոլորս ոնց որ ստիպված էինք, չէ՞, պատերազմական, հետպատերազմական, հետո տեղահանություն, հետո տեղահանության հետ կապված խնդիրների լուսաբանմամբ էի ավելի շատ զբաղված, բայց ինչ որ փուլ եկավ, երբ որ ես էլ որպես լուսանկարիչ սկսեցի ինչ որ թեմա փնտրել, որը կարող է երազելու, մտածելու, հույս ունենալու ինչ որ առիթ ստեղծի։ Այսինքն արձանի լուսանկարանումը ինձ հետաքրքրեց ոչ թե միայն նրանով, որ ինքը մեծ գեղեցիկ սպիտակ արձան է, որը տեսնելուց ուղղակի սենց ոտքերը թուլանում են, այլ այն թե ինչ իմաստ է դրա մեջ դրված ու այն թե նաև արձանի կառուցումը ինքը իրենով ինչ ճանապարհ է անցնում։ Ապրես ես միշտ ցանկացած երկրում, ցանկացած հանդիպումներում, աշխարհում տարբեր երկրներում ազդեցիկ, երևացող, ճանաչված, պաշտոնյա, գործարը հանդիպելով միշտ իմ ազգի պատիվը բարձր պայելով հպարտ են քայլել։ Խեղճությունը, պարտությունը դա մեզ պատիվ չի բերում, դա աշխարհում եք մեր ամբողջ աշխարհի հայությանը։ Պետք է կարողանանք այդ ազդեցիկ հայերին համախմբել նոր խորհրդանիշով, որ այսօր մեր ազգի պատիվն է կայացած մարդու համար էլ գումարը կապ չունի, արդեն կապ ունի իր երկիրը, իր ժողովուրդը, իր հպարտությունը, իր հզորությունը, իր պատմությունը, որ ինքը լսելով Հայաստան պետք է իրան ավելի հզոր զգա, ոչ թե լսելուց ինքը փոքրանա։ Ամոթ է մեզ, որ մենք ուսուցիչ չտանք եւ քայլ չկատարենք։ Այսօր կապ չունի կուսակցություն, դաշինք, պաշտոն, մանդատ։ Արձանի թեման վաղուց է դուրս եկել մեր երկրի սահմաններից։ Համաշխարհային մեդիա դեմքեր, բլոգերներ, մարզիկներ ու կինոաստղեր գրեցին, եկան ու դեռ կգան Հայաստան տեսնելու եւ մասնակցելու աշխարհի նոր հրաշալիքի կերտմանը։ Ցանկացած երկրում խոսում են ու ցանկանում են գան տեսնել ու բոլորը սպասում են երբ է կառուցվել, երբ է բացումը լինելու։ Ինձ էլ են շատ հարցնում։ Կենորը որ ես նայում եմ, համ հիանում ես, համ մտքերով նայում ես, որ Ինչքան ճիշտ բան է արել քո երկրի համար, քո ժողովրդի համար, պատմության համար, туриզմի զարգացման համար։ Ինքը իրան կառուցվում է, հավատա ինձ։ Ինքը իրան կառուցվում է։ Դա այն բանն է, որ Աստծո կամոք Աստված կամենում է։ Որ Աստված չկամենա, ոչ բանը չի ստացվի։ Ծառուկյանի միտքն է, ցանկությունն է, ֆինանսավորն է, բայց մնացածը կառուցվում է ազգի կողմից, ժողովրդի կողմից։ Բոլորս էլ գիտենք, նույն արձանի հետ կապված էլ, հատիսի հետ կապված էլ, այսինքն շատ թեմաներ կան, որոնց վերաբերել կա քննադատություն եւ նորմալ է, որ լինի։ Դա նորմալ է մտնում։ Այո, իհարկե։ Հիմա Ֆրանսիայում եւել ashtar կառուցել են 80-90%-ը դեմ էր, որոշել էին կառուցեն, հետո քանդեն։ Բայց այսօր դե հիմա թող ասեն քանդեն։ Թող չեն քանդի, բայց ամենակարևորը նոր խորհրդանիշ պետք է լինի, ազգային վերածննդի, ներքին հաշտության, համերաշխության խորհրդանիշ, մեր ազգին, մեր հայությանը, կամեցողություն, բարիություն, լույս, հավատք, հարևանը հետ չի խոսում, աղբոր հետ չի խոսում, իրար հետ ինչ-որ խնդիրներ ունեն, բայց այդտեղ գալով եւ իրար հետ էլ մի կտոր աղված կիսելով, մարդիկ հույսով հավատով, մարդը պետք է հույսով ապրի, որ վաղը լավ է լինելու, անպայման լավ է լինելու։ Անի Գևորգյանի լուսանկարների թեմատիկան տարբեր է, դրանք տարբեր տարիներին շրջագայել են աշխարհի մի շարք սրահներում, բայց Փրկչի արձանի ֆոտոպատմությունը վավերագրողի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ 2-3 շաբաթ առաջ ցնաբուքի պատճառով մնացինք այդ ճանապարհի վրա, տղաները իհարկե եկան, մեզ փրկեցին, շատ հետաքրքիր, բայց նույնիսկ այդ փուլում արած լուսանկարները իրանք այնքան բան էին պատմում վերևում տեղի ունեցող աշխատանքի մասին, այդ երբ որ ես խոսում եմ մարդկային ճակատագրերի, մարդկանց ներգրավվածության մասին, շատ արժեքավոր է ցույց տալ, որ մարդիկ ամեն օր բնության այդ փոթորիկների ձների մեջ իրանք բարձրանում են, իրանք աշխատանքը կատարում են, ոչ թե ուղղակի։ Այո, ես գիտեմ։ Նոր առավոտ մինչև պետք է ճանապարհը բացեն, բայց մարդիկ մնացել են ու մեծ հաճույքով, ցանկում հիմա էլ որ գնանք աշխատում են։ Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ կարևորում է Հայաստանի պատմությունն աշխարհին ներկայացնելը, երկիրն էլ ավելի ճանաչելի դարձնելը, պատմել այն ամենի մասին, ինչը պատկանում է միայն Հայաստանին։ Ասում եմ երկրներ կան, որ չեղած բանը սարքում են, որ դա իրենցն է, ինչ որ մի բան կարողանան զարգ, բայց մենք մեր եղածները չենք կարող աշխարհին ներկայացնենք։ Չենք կարող։
Քրիստոնեությունը պետականորեն մենք ենք ընդունել, բայց դրա մասին մենք չենք խոսում։ Ու երբ որ մենք ասում ենք, բոլորը զարմանում են, չէ՞։ Դրա համար որոշեցի, որ գոնե մենք ասելու բան ունենանք։ Կային մարդիկ, որ քննադատում էին, իսկ մեկ անգամ հարցնվեցին, բա որ քննադատում են, դու կառուցում ես ոնց, ասի շատ նորմալ, հիմա բոլորը միանման չեն մտածում, բայց կգա ժամանակը կհասկանան, ինչ են կարել եւ սա մեր երկրին, մեր ժողովրդին ինչ է տալիս։ Հայրենիքի հանդեպ սերն ըստ Գագիկ Ծառուկյանի բառերով չեն արտահայտում։ Դրա չափման միավորը գործն է, այն աշխատանքը, որը հզորացնում է երկիրը։ Ես ասել եմ մեկ անգամ եւս ասեմ, հայրենիքը դա ոչ թե բաժակաճառ, այլ պետք է գործ անես։ Որ հարցը տալի, ինչ ես արել, մեծ խոսում ես, կարաս պատասխանես, հայրենիքիդ համար ինչ ես արել, մի բան, ինչ ես արել երկրի համար, կարամ իմանամ։ Ամեն մարդ պետք է իրեն նեղություն տա հանուն երկրի, հանուն ժողովրդի, հանուն անունի, հանուն հզորության։ Աշխարհում չկա չլուծվող խնդիր, ցանկացած խնդիր լուծում ունի։ Ճիշտ մոտեցում է պետք եւ ամենակարևորը պետք է նայես առաջինը երկրի շահը, անվտանգությունը եւ ժողովրդի վիճակը, ներդրումները, զարգացումը, աշխատանքը, որոնք իրենց առօրյա կյանքում կարող են բարեկեցիկ կյանքով ապրել։ Էլ մարդին ոչ մի բան պետք չի։ Իր երկրից ոչ մի տեղ չի գնա։ Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը հավանության արժանացրեց Անիի գաղափարը, որ լուսանկարներն ամբողջանան եռալեզու մեկ ալբոմում։ Մինչև արձանի տեղադրումը սև ու սպիտակ ֆոտովավերագրությունը տեսնելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները։ Արձանը դեռևս չտեղադրված այն վայրում, որում պետք է տեղադրվի վերջո, արդեն ստեղծում եւ իրականացնում այն գաղափարը, որը իր մեջ դրել էր Գագիկ Ծառուկյանը, հա, այն է ստեղծել համախմբում, ստեղծել հույսի աղբյուր, ստեղծել մի կետ, որը կհավաքի մարդկանց, կմիավորի եւ թույլ կտա գոնե այնտեղ գտնվելու ընթացքում կամ այդ նախագծի մասին խոսելու ընթացքում մոռանալ հակասությունները եւ խոսել մի բանի մասին, որը բոլորիս համար ընդհանրական է։ Իզաբելլա Հովանեսյան, Սիմիկ Մայիլյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։